Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այն առաջարկը, որ մենք անում ենք, շատ պարզ է։ Այդ առաջարկը հակաեվրոպական չէ, այդ առաջարկը պրո-եվրոպական է, որովհետև մեր առաջարկության հիմքում ընկած են իրական արժեքները եվրոպական, ինչպիսին են ազատությունը, արժանապատվությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, դեմոկրատիան, քաղաքական հետապնդումների բացակայությունը, ազատ մամուլը, այն ամենը, ինչ ոտնահարված է Հայաստանում այսօր։ Եվ չգիտեմ, գիտեք արդեն թե չէ, կա համապատասխան պաշտոնական կայք, բացվել է եւ իրենք ունեն իրենց խորհրդանիշը։ Երկու sense կլորակներ են, ինչ որ բան են փորձել։ Հիմա ներկայացնում եմ ձեզ մեր կողմից առաջարկվող միասնական պայքարի խորհրդանիշ, հակախորհրդանիշ, իսկ իրականում այս խորհրդանիշը ավելի եվրոպական է, քան այն, ինչ որ եվրոպացիները հրամցնելու են որպես իրենց բրենդ։ Մեր առաջարկած խորհրդանիշը սա է։ Մենք վերցրել ենք որպես հիմք եվրոպական քաղաքական համայնքի կողմից գալիք գագաթնաժողովի խորհրդանիշը եւ դրան տվել ենք ավելի ազնիվ տեսք, որովհետեւ Հայաստանում պարզապես երկու բաներ չեն, այսպես ասած, կլորակներ չեն։ Հայաստանում այդ կլորակները կանդալներ են։ Հայաստանում իրենք գալիս են այստեղ ոչ թե ժողովրդավարություն քարոզելու, այլ գալիս են հիփոկրիսի երկդիմիություն քարոզելու։ Եվ մեր ուղերձը եվրոպական հանրույթին հետևյալն է. սա է այսօրվա Հայաստանի իրական պատկերը, կանդալված մարդ, կանդալված ազգ, կանդալված պետություն։ Եվ մենք մեր կոչը իրենց շատ պարզ է. դադարեք երկդիմիությունը, stop hypocrisy, եւ stand for democracy, կանգնեք ժողովրդավարության կողքին։ Սա եվրոպական արժեքների եւ հայկական իրականության մեկտեղման սիմվոլիկա է, որ մենք առաջարկել ենք օգտագործել ասուլիսից անմիջապես հետո այս լոգոյի ֆայլերը բարձր, այսպես ասած, որակով կտեղադրվեն համապատասխան հարթակներում եւ առաջանցնելով ասեմ, որ ազատ են օգտագործման համար հանրապետականը չունի այստեղ որևէ հեղինակային իրավունքի կամ որևէ տենց էգոիստական նկրտումներ։ Հակառակը մենք առաջարկում ենք, որպեսզի բոլոր ակցիաները, որոնք պետք է տեղի ունենան այդ օրերին, իրականացվեն միասնական բրենդի տակ։ Եթե այս բրենդից ավելի իմաստալից եւ ավելի կրեատիվ լուծում կգտնեն ուղերձի իմաստով մեր ընդդիմադիր մյուս գործընկերները, խնդրեմ, եթե ոչ, սա իրենց տրամադրության տակ է։ Եվ այսպես հանրապետականը մշակել է միջոցառումների ծրագիր, որպեսզի օգտագործի եվրոպական հանրույթի այստեղ գտնվելու փաստը բարձրաձայնելու համար երկու բլոկ խնդիրներ։ Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակը, այն է ժողովրդավարության բացակայությունը եւ Արցախ իր բոլոր բխող խնդիրներով։ Արցախի մեջ մտնում է արցախայության վերադարձի իրավունքը, ամենակարևոր բանը կներեք քաղաքական խոսույթում ընդդիմությունը հաճախ սա մոռանում է, բացի մեզանից թող ներվի, գուցե չեմ լսել, այլ տեղ չեմ լսել իրոք, որ խոսքը միայն արցախայության վերադարձի իրավունքի մասին չէ։ Մենք չպետք է մոռանանք, թե ինչու է արցախայությունը հայտնվել Հայաստանում, որովհետև ենթարկվել է էթնիկ զտման, ինչը ցեղասպանական գործողություն է։ Այսինքն արցախահայության իրավունքների պաշտպանության առաջին բազային փուլը իր մեջ ներառում է միջազգային գործող մեխանիզմներով եւ հնարավորություններով այդ էթնիկ զտման ցեղասպանական գործողության հետ կապված դիվանագիտական եւ քաղաքական ջանքեր։ Այո, հետո վերադարձի իրավունք, նյութագույքային իրավունքներ, շատ կարևոր հոգևոր մշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության իրավունքներ եւ իհարկե հայ ռազմագերիների հարցը Բաքվում, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառում։ Այսինքն մենք երկու բլոկ խնդիրներ ենք պատրաստվում բարձրաձայնել։ Այս միջոցառումները ներառելու են իրենց մեջ ինչպես բովանդակային մասնագիտական հարթակներ, այստեղ մենք դիմել ենք եւ առաջարկել ենք տարբեր հասարակական կազմակերպություններին, որպեսզի իրենք մեր աջակցությամբ, եթե կարիքը կա, ստանձնեն այդ առաջամարտիկությունը, օրինակ պատմել բազմալեզու ձևաչափերով Հայաստանում արկա իրավիճակի մասին փաստաբանների, իրավապաշտպանների, իրավաբանների,
լրատվական միջոցների ներկայացուցիչների շուրթերով, այնպես էլ մենք առաջարկել ենք եւ իրականացնելու ենք նաեւ քաղաքացիական ակցիաներ, որոնք իրենց մեջ կրելու են հենց այս իմաստը՝ դեմոկրատիայի ճգնաժամ եւ Արցախ որպես խնդիր մեզ համար։ Ավելին, ես կարող եմ ջուր խնդրել, Հենրիկ ջան, ջուր կարող եմ խնդրել, ջուր կարող եմ խնդրել, շնորհակալ եմ։ Եվ ավելին, գիտեք, որ Հայաստանի մի շարք աժակցուն կներեք։ Գիտեք, որ Հայաստանի մի շարք քաղաքական կուսակցություններ անդամակցում են եվրոպական տարբեր ընտանիքներին, եւ մեր առաջարկությունների մեջ նաեւ կա նամակի նախագիծ, որը մոտ օրերս մենք կքննարկենք մեր այլ գործընկերների հետ, որի գաղափարը հետևյալն է՝ անկախ մեր քաղաքական տարաձայնությունից Հայաստանի ներսում, անկախ նրանից, թե մենք ինչ գաղափարական հիմքով որ քաղաքական ընտանիքների անդամ ենք, մենք հայկական կուսակցությունների ներկայացուցիչներս, որոնք անդամակցում են այս կամ այն եվրոպական քաղաքական ընտանիքին, պետք է միասնական բողոքի, դժգոհության եւ իրականության ձայն բարձրացնենք, եւ մենք առաջարկելու ենք այդ նամակի տակ միացյալ ստորագրահավաք անել, հիշեցնեմ ձեզ, Հանրապետականը եւ Ժառանգությունը ԵԺԿ անդամներ են Եվրոպական ժողովրդական կուսակցության, Հայ հեղափոխական դաշնակցությունը սոցիալ-դեմոկրատական ընտանիքի անդամ է, Բարգավաճ Հայաստանը կոնսերվատորների եւ բարեփոխիչների Եվրոպական ընտանիքի անդամ է, ՀԱԿ-ը եւ Լուսավոր Հայաստանը լիբերալ-դեմոկրատական եվրոպական քաղաքական ընտանիքի անդամ են, որքանով ես տեսնում եմ նաեւ Հայաքվեն աշխատում է եվրոպական մեկ այլ քաղաքական ընտանիքի հետ, եվրոպական պատրիոտների հետ, եւ այստեղ պետք է նաեւ բանակցենք Արցախի կուսակցությունից մեկի հետ, նախկինում ազգային ժողովի նախագահ պարոն Ղուլյանի ղեկավարած կուսակցության հետ, որը ժամանակին անդամ էր Եվրոպական ազատական ալյանսին, որտեղ իրենք անդամ են։ Այսինքն, եթե մենք կարողանանք հայկական բոլոր քաղաքական եվրո անդամություն ունեցող կուսակցություններով գալ ընդհանուր այդ տարի եւ միասնական ուղերձել եվրոպական քաղաքական գրեթե բոլոր առնվազն հիմնական ընտանիքներին, կարծում ենք սա նույնպես կարևոր նախաձեռնություն եւ գործ պետք է լինի։